Բուհական ընդունելության քննությունները շարունակվում են։ Հունիսի 10-ից մեկնարկած ընդունելության միասնական քննությունների երկրորդ հիմնական փուլին հայտագրված դիմորդների թիվը 15953 է, նախորդ տարվանից շուրջ 1257-ով ավելի։ Դիմորդներն արդեն հանձնել են քննական առարկաների հիմնական մասը, առջևում ֆիզիկա եւ հայոց պատմություն առարկաներն են։ Վաղն այս փուլի միասնական քննությունների եզրափակիչ օրն է։ 1052 դիմորդ ֆիզիկա է հանձնելու, 1289-ը հայոց պատմություն։ Քննությունների պատասխանները 5-րդ օրն են հայտնի լինում, 6-րդ օրը բողոքարկումն է։ Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո ամեն տարի մնում են նաև թափուր տեղեր եւ մյուս կողմից մնում են դիմորդներ, ովքեր դրական միավորներ են ստացել, բայց չեն հաղթահարել մրցույթը։ Այդ բոլոր դիմորդների համար կազմակերպվում է մրցույթի լրացուցիչ փուլը եւ կրկնում եմ, բացառապես դրական միավորներով։ Պահանջված մասնագիտությունների ցանկում այս տարի եւս որոշակի փոփոխություններ կան։ Ամենապահանջվածները բուժական գործ, ստոմատոլոգիա, ճարտարապետություն, միջավայրի դիզայն, կառավարում ըստ ոլորտի, տնտեսագիտություն, շուկայագիտություն եւ իրավագիտություն մասնագիտություններն են։ Այդուհանդերձ կան նաեւ մասնագիտություններ, որոնց համար ընդամենը մեկ դիմորդ է եղել, իսկ որոշ բաժիններում էլ ընդհանրապես դիմորդ չեն ունեցել։ Օրինակ, Պոլիտեխնիկ համալսարանում քիմիական տեխնոլոգիա մասնագիտությունը ոչ մի դիմում չունի։ Նույն Պոլիտեխնիկում օգտակար հանածոների հարստացում մասնագիտությունը, օգտակար հանածոներով հարուստ մեր երկրում պահանջարկ չունի փաստորեն։ Մանկավարժականում գրադարանային տեղեկատվական աղբյուրներ, շրջակա միջավայրի գիտություններ, Կինոյի պետական ինստիտուտում կինոգիտությունը պահանջարկ չունի։ Այս տարվա քննություններն արտառոց են եղել նաև մեծահասակների մասնակցությամբ։ Մի 90-ամյա պապիկ է ստուգել մաթեմատիկայի գիտելիքները։ Սմբատ պապը հաղթահարել է անցողիկ շեմը, այնինչ մերօրյա երիտասարդությանը բնական գիտությունները չեն ձգում։ Բուհերում տեղերը թափուր են մնում։ Խզվել է աշխատաշուկա, մասնագետ կապը։ Այդ խնդիրը մենք ունենք արդեն դարերով, որ մեր բուհական համակարգը չի համապատասխանում աշխատաշուկայի խնդիրն է եւ չի լուծում ոչ մեկ այդած։ Մենք ոնց որ միշտ համարյա վերջին ժամանակներս դուրս ենք անում մեր հանկակարը։ Այսինքն այստեղ հարստացման բանի վրա դες խնդիրը չենք լուծում։ Այդ մարդը ինչ անի, ասենք դա սովորի որ գնա ուր աշխատել, ասենք Հնդկաստանում, այսինքն հասկանալ ինչի համար է պետք է մասնագիտությունը։ Աշակերտները 10 մասնագիտությունից ավել չեն կարող անվանել։ Այդ պարագայում ոնց է պատկերացնում, էլի, ասենք այդ մարդը, ասենք մեկ էլ հանգած նստեց ու որոշեց, որ ուզում է զբաղվի քիմիական արդյունաբերության, այսինչ հետաքրքիր ճյուղով։ Մինչև քննական կենտրոն ոտք դնելը դիմորդներին նախ ստուգում են մետաղորսիչներով, բայց մեկ է նրանք գտնում են հնարը ականջակալներով ու հեռախոսներով քննասենյակ հասնելու։ Հսկիչները կանխել են դիմորդների խորամանկությունները, որոնց համար, ինչպես ասում են, քննությունը միշտ է տոն։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։